Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Շաբաթ օրը երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու և ահա մեծ շարժում եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից մոտեցավ, դռնից բեմը մի կողմ գլորեց և նստեց նրա վրա։ Նրա տեսիլքը փայլակի նման էր, և նրա զգեստները սպիտակ ինչպես ջուն, նրա ահից պահապանները խռովեցին և մեռելների պես եղան։ Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց. «Դուք մի վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց, այստեղ չէ, քանի որ հարություն առավ։ Ինչպես ինքն էր ասել, եկեք տեսեք այնտեղ, ուր պառկած էր, և իսկույն գնացեք ասացեք նրա աշակերտներին, թե հարություն առավ։ Եվ ահա նա ձեզանից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ նրան կտեսնեք։ Ահա ասացի ձեզ։ Եվ իսկույն ահով և մեծ ուրախությամբ գերեզմանից դուրս ելնելով վազեցին աշակերտներին պատմելու։ Եվ հանկարծ Հիսուս նրանց դիմաց ելավ և ասաց. «Ողջույն ձեզ», և նրանք մոտենալով նրա ոտքերին փարվեցին և երկրպագեցին նրան։ Այն ժամանակ Հիսուս նրանց ասաց. «Մի վախեցեք, գնացեք ասացեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա և այնտեղ ինձ տեսնեն»։ Երբ նրանք գնացին, զինվորներից ոմանք եկան քաղաք և քահանայապետերին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր, և նրանք ծերերի հետ միասին հավաքվելով խորհուրդ արեցին, շատ դրամ տվեցին զինվորներին և ասացին. «Կասեք, թե նրա աշակերտները գիշերով գալով գողացան նրան, մինչ մենք քնի մեջ էինք, և եթե այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կգոհացնենք և ձեզ հոգսից կազատենք»։ Եվ նրանք դրամն առնելով արեցին այնպես, ինչպես որ իրենց սովորեցրել էին, և այս լուրը տարածվեց հրեաների մեջ մինչև այսօր։ Իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր Հիսուս իրենց հետ ժամադրվել էր, երբ նրան տեսան, երկրպագեցին, իսկ ոմանք երկմտեցին։ Եվ Հիսուս մոտենալով խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա, ինչպես Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացեք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ ես ձեզ պատվիրեցի, և ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչև աշխարհի վախճանը»։ Երբ տեղի ունեցավ այս ամեն ինչը, ասում է շաբաթ երեկոյան, արդեն մթնել էր, կիրակին էր լուսանում, մենք հավաքվել ենք շաբաթ երեկոյան, կիրակին է լուսանում։ Եվ ինչ տեղի ունեցավ, Քրիստոսի հարության լուրը ստացան։ Չտեսան գյուղապետ կանայք Քրիստոսի հարությունը, որովհետև երբ եկան գերեզման, արդեն Քրիստոս հարություն էր առել։ Բայց ինչ տեղի ունեցավ, ասում է մեծ շարժում տեղի ունեցավ, դղրդոց տեղի ունեցավ, և երկնքից մի հզոր հրեշտակ իջնելով գերեզմանի մուտքի քարը հեռու գլորեց, բացեց գերեզմանի մուտքը և ասեց. «Հիսուսին եք փնտրում, նայեք, այստեղ չի, հարություն առել»։ Այսինքն հարության ավետիսը ստացան, ուրախացան, բայց նաև տարակույսի մեջ էին։ Եվ ինչ ասեց հրեշտակը. «Գնացեք, ասեք աշակերտներին, որ Քրիստոս հարություն է առել»։ Եվ երբ կանայք գնում էին, ինչ տեղի ունեցավ, ճանապարհին հանդիպեցին
հարությալ Քրիստոսին։ Եվ մեծ ուրախություն ապրեցին, համոզվեցին, որ իսկապես հրաշք է տեղ ունեցել, Քրիստոս հարություն է առել, ոչ թե իրենք լսեցին, մենք չենք եկել այստեղ լսելու Քրիստոս հարյավ իմեռելոցը, մենք եկել ենք այստեղ հանդիպելու Քրիստոսի հետ եւ այդ ուրախությամբ լցված գնալու եւ ասելու. մարդիկ, Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Եվ Քրիստոսն էլ ասաց. գնացեք իմ եղբայրներին ասեք, որ ինձ կհանդիպեն Գալիլեայում։ Բայց սրան հակառակ ուրիշ մարդիկ էլ կային, որոնք որոշեցին այդ ճշմարտությունը, այդ եղելությունը մարդկանցից ծածկել։ Ինչ արեցին։ Ասում է, շատ փող տվեցին զինվորներին եւ ասեցին, չասեք, որ հարություն առել, կասեք, որ գիշերը գողացել տարել են մարմինը։ Այսօր Սուրբ Հարության տոն է։ Հիմա Քրիստոսի ավետիսն են տալիս, հարության ավետիսը, Քրիստոս հարյավ իմեռելոց։ Միթե բոլոր մարդիկ այս ավետիսին են սպասում այսօր։ Միթե բոլոր մարդիկ այս ավետիսով են ապրում։ Ցավոք սրտի ոչ։ Բազմաթիվ մարդիկ իրենց հեճվեճը չի, որ այսօր Քրիստոս հարություն առավ։ Իրենց գործին են, իրենց բանին են։ Շատերն էլ մտածում են, ասում են, ավելի կարևոր է դրամ վաստակել, քան թե եկեղեցի գնալ, Քրիստոս հարյավ իմեռելոց ասել, ցավոք սրտի։ Այսինքն 2000 տարիների մեջ շատ բան չի փոխվել աշխարհի մեջ։ Մի փոքր մասի համար Քրիստոս հարյավ իմեռելոց, մի զգալի մասի համար Քրիստոս գոյություն չունի աշխարհի մեջ, այդպես են ապրում մարդիկ։ Բայց միևնույն է, Քրիստոս ինչ հորդորեց մեզ, ասեց գնացեք աշակերտներին, ամբողջ աշխարհով մեկ ավետարանը քարոզեք, բոլորին բարի լուրը տարեք, մկրտեք նրանց հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով, ասացեք, որ Քրիստոս հարյավ իմեռելոց, եւ չվախենաք, ես ձեզ հետ պիտի լինեմ ամեն օր մինչև աշխարհի վախճանը։ Եվ այսօրվա ժամերգության ընթացքին, որ ընթերցումները կարդվում էր, շատ տեղերից կարդացվեց Սուրբ գրքից, աշխարհի արարչագործությունից մինչև Դանիելի մարգարեությունը 3 մանուկների պատմությունը։ Հետաքրքիր մի շղթա էր, գիտեք, սկսվեց այն պահից, երբ նոր արարված մարդը Աստծո պատվիրանը խախտելով մեղ գործեց եւ Աստծուց հեռացավ։ Ադամի ու Եվայի մեղանչման պատմությունը կար այսօր մենք կարդացինք։ Ովքեր ուշադիր լսեցին, տեսան, թե ինչպես Ադամն ու Եվան Աստծո պատվիրանը խախտելով վտարվեցին դրախտից, հեռացան Աստծուց եւ հայտնվեցին այս աշխարհի մեջ։ Բայց եթե ուշադիր լինենք մյուս բոլոր ընթերցումները, Աստված մարդուն չէր լքում։ Աստված միշտ մարդու հետ էր։ Աստված Աբրահամի հետ էր։ Երբ Աբրահամը պիտի զոհաբերեր Իսահակին, եւ Աստված իրեն այդ ծանր փորձության մեջ զորավիկ եղավ։ Եվ հետագա բոլոր ընթերցումները եւ մինչեւ 3 մանուկները Սեդրակը, Միսակը, Աբեդնակովը, որոնց Աստված պաշտության համար, Աստծուն հավատարիմ գտնվելու համար, Աստծուն երկրպագելու եւ կուրքերին չերկրպագելու համար Նաբուգոդոնոսոր թագավորը գցեց բորբոքված կրակի հնոցի մեջ, այսինքն գցեց գերեզմանի մեջ, կրակների մեջ։ Բայց ովքեր Աստված են պաշտում, ովքեր Աստծուն են երկրպագում, ովքեր ջանում են միշտ մնալ Աստծո պատվիրանի մեջ, նույնիսկ կրակի բոցավառ հնոցի մեջ, նույնիսկ գերեզմանի գուբի մեջ Աստված իրենց հետ է։ Ափսոս գրաբարում էր, շատերդ երևի ուշադիր չկային, չհասկացաք, ասում է թագավորը նայեց եւ տեսավ ինքը 3 հոգու է գցել կրակի մեջ, բայց կրակի մեջ 4 հոգի քայլում էին։ Մեկը նման էր Աստծո որդուն,
Տեր Հիսուս Քրիստոս իջավ եւ կրակի մեջ անվնաս պահեց։ Եվ ինչ եղավ։ Կրակի գերեզմանից հարություն առան, դուրս եկան անվնաս։ Քրիստոս հարյավ իմերելոց, Քրիստոսն Աստված էր, Քրիստոս մեռնելու եւ հարություն առնելու կարիքը չուներ։ Իր մահը մեր մահվան փոխարեն էր, իր մահը մեզ համար էր, իր հարությունը մեզ համար էր։ Ինքը հարություն առավ եւ ինչ է ասում։ Ինքը հաղթեց մահվանը իր մահվամբ, ինչպես երգվեց այստեղ շարականում, եւ իր հարությամբ մեզ բոլորիս կյանք պարգևեց, իր հարությունը մեզ համար էր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, ով որ ինձ հավատա, թեև մեռնի, հարություն պիտի առնի։ Այս շատ կարևոր իրողություն է, որ մենք արձանագրեցինք։ Ինչ է եղել եւ ինչ պիտի լինի։ Հիմա այսօր գանք մենք այսօր հայտնվել ենք Ադամի ու Եվայի վիճակի մեջ, այսինքն Աստծուց հեռանալով, մեղք գործելով Աստծո դեմ, հեռացել ենք, բայց Աստված մեզանից չի հեռացել, Աստված կանչում է մեզ, ասում է, ուր ես Ադամ, որտեղ ես հայ, որտեղ ես հայ ժողովուրդ, որտեղ ես իմ սիրելի որդի, հետ դարձիր, արի եւ ես քեզ պիտի փառավորեմ, արի եւ ես քեզ կյանք պիտի տամ։ Բայց մենք դեռ դեգերում ենք աշխարհի արահետների մեջ։ Հուդայի պես 30 արծաթ ենք փնտրում, այս զինվորների մեջ պես շատ փող ենք ուզում։ Եվ այդ ճանապարհին Քրիստոսին ենք ուրանում, որտեվ Հուդան 30 արծաթի համար ուրացավ Քրիստոսին, այս զինվորները շատ արծաթ ստանալով ուրացան Քրիստոսի հարությունը, հարության փոխարեն ուրիշ բան ասացին, ծածկեցին հարության ճշմարտությունը։ Գիտեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը հեշտ ճանապարհով չեղավ։ Հարությանը նախորդեց մի ծանր շրջան, խաչի ճամփան, ինչի մասին Քրիստոս խոսում է։ Հարությունից առաջ Քրիստոսին ձերբակալեցին, չարչարանքների ենթարկեցին, անարգեցին, անպատվեցին, ծաղրեցին, թքեցին, ապտակեցին, փշեպսակ դրեցին գլխին, ամբողջ մարմինը բզկտեցին, հետո խաչի վրա չարչարեցին, մահվան տառապանքների ենթարկեցին։ Բայց այդ ամեն ինչը, նաև Քրիստոսի մահը ավարտվեց Քրիստոսի հարությամբ։ Եվ Քրիստոսն ասում է, ով որ ուզում է ինձ հետ լինել, ով որ ուզում է հարություն առնել, ով որ ուզում է երկնքի արքայության արժանանալ, պիտի այս խաչի ճանապարհը անցնի։ Ամեն մեկը պիտի իր խաչը վերցնի իմ ետևից գա։ Չես կարող այս աշխարհի մեջ առանց խաչի ապրել ու հասնել արքայության, հասնել հարության, հասնել փրկության, միանալ Քրիստոսի հետ, որտեղ ասեց, ուր որ ես եմ, այնտեղ պիտի լինեն իմ աշակերտները, իսկ ասեց աշակերտը վարդապետից մեծ չի, ինչ որ ինձ են արել, ձեզ էլ են անելու։ Այնպես որ արտառոց բաներ չհամարեք աշխարհում մեզ բաժին հասած նեղությունները, վշտերը, փորձությունները, դա խաչի ճանապարհը, դա հարության ճանապարհը, ով կընթանա այդ ճանապարհով, կհասնի հարության, ով կփորձի խուսափել այդ ճանապարհից, այդ ճանապարհից փախչել, հարության չի հասնի։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։